Դուք երևի ոչ մեկ չի պատկերացնում ինչքան էս սրան սպասե։ Երևի սարսափատի վիդեոից սկսած ինձ դրոնով ինչ-որ սիրուն կադրեր ստացա, դրանից հետո sense ցեցեր են գիջանս եմ որ ուզում էի։ Մի շաբաթը սպասեն երբ հասնելու։ Ու ես երևի մի ինչքան արդեն։ Երևի մի ժամից ավել է սպասում որ ադերինան քնի որ կարողանամ բացեմ էսի նկարել։ Շուն գնացինք։ Ես դրոն եմ առել։ Առաջին անգամ կյանքումս unboxing եմ նկարում։ Շատ լավ է փաթաթավորած։ DJI Mini 2-ն է։ Սկզբից մի անգամ ասեմ ինչի Mini, ինչի ասենք, չգիտեմ Mavic 2 Pro կամ ինչքան էլ Air 2 Դրանք չեմ առել, որովհետև ես երկար ժամանակ ման էի գալիս, թե որ մեկը դրանք արժի ավելի շատ փող տալ եւ այլն, բայց եկա այն եզրակացությանը, որ ավելի լավ է ես հիմա վերցնեմ 2-ը, որովհետև ինքը փոքր է, շատ կոմպակտ է, սա ցույց կտամ, ու ես իրեն կարող եմ ռյուզակի կալպակի մեջ կամ հեծանվի սունկի մեջ էլ հանգիստ իրան տեղավորեմ, հեծանի փշելուց էլ, ու իրան տենց կարող եմ օգտագործեմ։ Իսկ այն մնացածը ավելի մեծ են, թե քաշով, թե չգիտեմ, չափսերով։ Իսկ էսի ընդհանուր 249 գրամ է դրոնը։ Պուլտը մի քիչ մեծ է, բայց ամեն դեպքում չգիտեմ, ինձ լրիվ հերիքում այն 4 կան նկարում է, ստաբիլիզացիան լավն է, քամին լավ դիմանում է։ Շատ ռեվյուներ նայեցի ու դե բնականաբար բոլորը խորհուրդ են տալիս, որ վերցնեմ Flymore Combo-ն։ Ըստ ինչ է, օպերացիոն համակարգեր են, որ աշխատում են իր էփով, հետո պատկերած ու մեջը ինչ կա։ Բայց դա կարող չի։ Սա մենք կնայենք մեջ ինչ կա։ Դեք ինչ փոքր է։ Ուր հեռախոսս։ Նայեք։ Իմը Xiaomi Mi A3 մոդելն է, շատ մեծ չի, 61, 62 է էկրանի չափը, ու մի չափսեր են նայեք։ Իմ հեռախոսից փոքր է։ Ափիս մեջ ինձ ավելի մեծ է, քան դրոնը։ Այս սրա համար եմ ես իրան առել։ Իրա պուլտը շատերն եմ տեսել, որ ասում էին, այս պուլտը լավը չի, շատ մեծ է, այսինքն մեծությունից էին մողոքում, որ դրոնը ինքը իրանով այսքան փոքր է, բայց պուլտը մեծ է։ Հա, պուլտը լավ մեծ է, դրոնի համեմատությամբ։ Քաշով էլ ինքը դրոնից ծանր է, հա, բայց իր ակումուլատորը ավելի մեծ է, էսի OQ5 է կոչվում, այդ բանով արդեն աշխատում։ Հեռախոսը վերևում արդեն նստում, էս ինքիրանով արդեն իր անտենան է, ոչ ոք պետք չի բացել։ Զերոթկեն ավելի շատ է պահվում իրը ու կապը շատ ավելի ստաբիլ է, չի կորում անընդհատ։ Նախորդ վերսիաներինը ուժեղացված Wi-Fi էր, իսկ էսրանը արդեն ուրիշ համակարգ է, OQ5-ն է։ Հələ հետաքրքրվեն դրա մասին հետո կասեմ։ Կաբելներն են USB Type-C ու micro USB Type-C։ Իրա վրա Lightning-ն է դրած, Apple-ին է այսինքն։ Այս իր զարադաշնիկն է, սիր արդեն բլոկն է, սենց գասավորենք։ Բայց ինչ փոքր է, լիջաները մեծ էր երևում։ Սի charging hub-ն է, այսինքն սա ակումուլատորներ սրա մեջ են։ 3 հատ է դրվում, մեկ արդեն դրոնի մեջ է։ Կարակ մի անգամից 3 զարդի դնեք, բացի հետել է սրանով համ կարակ հեռախոսը, համ դրոնը կամ ուրիշ ինչ-որ բան կարակ սրանով զարդի տակ, ինքը դրանով շատ լավ է, ոնց որ համ էլ power bank-ը, բացի սովորական ակումուլատորներից։ Ինստրուկցիոնը, ոչ մեկ չի կարդում, ես կարդում եմ, բայց հիմա չէ, հետո կկարդամ ես իր համար։ Սունկի մեջ էլ ինչ կա, ստա արդեն պահեստային ջոյստիկների ստիքերն են, իրա վրա այստեղ է տեղավորվում, որ կոմպակտ է ինքը տափակ է, չկոտրվի, բայց երկրորդը հետը կա։ Բացի դա էլ 3 հատ պրոպելեր, 3 զույգ, կոմպլեկտ, չգիտեմ, շատ։ Փոքր արտորքն է, պտուտակահան է, պրոպելերները քանդելու համար։
Սունկերը լավն է, շատ որակով է, շատ պինդն է, լավ կապուտ մասեր կա մեջը, որ ասենք կողքի եթե ինչ-որ հարվածներ գնի իրա վրա, ոչ մի բան չլինի։ Ես սունկերն ես չնա պլանավոր օգտագործեմ, որովհետև շատ մեծ է, այս դրոնի համար ինքը շատ մեծ է, պրոստը կոմպլեկտ էլ գալիս էր։ Ես մինի մեկն եմ մի անգամ քշել, բայց այդ ժամանակ ընդհանրապես չգիտեի ոնց է աշխատում։ Հետո այս տարի մի քիչ բզբզացի Spark-ի վրա, Spark-ով մի քիչ քշել սովորեցի, հետո արդեն գորից վերցնում իրա դրոնն էի վերցնում մի քիչ քշում, տենց սովորում էի։ Տենց հավեսինգը։ Մինի 1-ի, մինի 2-ի տարբերություններն եմ շատ նայել, մինի 1 չեմ ունեցել, բայց այդ մինի 1-ի, Mavic-ի ու Spark-ի այդ 3-ի պուլտերն նույնն էին, ինձ այդքան էլ դուր չէին գալիս, որ ճիշտ ասեմ, չգիտեմ։ Այդ ոտիկները որ բացվում էր հեռախոսի դնես մեջը, այդ մասը դուրս չէր գալի ընդհանրապես, որովհետև հեռախոսը որ դնում ես այդտեղ, կաբելը մի քիչ սեղմվում է, կարեկը կդրվի կամ բնիկն է փչանում ու տենց, չգիտեմ, անհարմարություններ։ Իսկ այս հրա դեպքում կաբելին ոչ մի դեպքում մենք չենք կպնում քշելուց ու ավելի երկար կաշխատի։ Այդ իմ sense հլավոր թեորիայի իմ կարծիքն է, ալեկ օգտագործեմ կերևա։ Այս մինի 2-ի հետ կապված արդեն պրոպելերների sense պաշտպանիչ բան է գալիս, որ էլի շատ լավ բան է, որ արդեն չեմ մտածի ես մի հատ չխոլի մեջ դնեմ, կարելի է հենց sense իր այս պաշտպանիչով ու այս մի պրոպելերների պաշտպանիչով կարելի է ուղղակի գցել ռյուկզակի կալպակի մեջ ու սպասել երկու հարմար պահ գալու, որ դրոնը բացի որ նկարի։ Դրոնը բացվում է sense մեր հենքնածների քիչ ուզում էի ինացած տամեր քշի։ Չեմ ամփերին եկում քշել ինչ ասեմ։ Արդեն սկսում եմ պլանավորել ինչ-որ բաներ, թե ուր եմ գնալու, ոնց եմ նկարելու, ու միջև էլ էի պլանավորում, բայց հիմա հաստատ քան եկել է, արդեն սենց պատկերացնում եմ, էլի սենց բաներ եք ասում։ Ադելինան էլ։ Դե քանի չի եկել սա ջարդել, դե քանի շատ չեմ խանգարել։ Այս պահին երևի իմ պաուզա տամ, այս վիճակով, որովհետև նա ես պետք է այս ամենը հասկանամ, այդ փորձարկեմ, նկարեմ, այդ հասկանամ ու հետո արդեն շարունակենք, որ ես իմ տպավորություններով եմ օգտագործում, փորձով ինչ-որ չափով կիսվեմ, դե մի ամիս հետո երևի նա ցենց էլի կարճ վիդեո կնկարեմ, սրա շարունակությունը կլինի։ Առաջի փորձը։ Աշխատում է։ Տույներ, առաջի անգամն էր, հազիվ ստացվեց, ես 4 ուրա սպասում եմ, երեք եղանդակ անձր վեր չեղավ, այսօր ձուն է, բայց ոչինչ չխանգարեց, էլ եղավ։ Ես վիդեոներով իշքան տեսել էի, որը ոնց են ստուգում, չգիտեմ ռեժիմները կամ ոնց է գնում, իրան լավ ապահովում անտենա բռնելը եւ այլն, շատ լավ էր, քաղաքի մեջ, թեկուզ Դիլիջանն է Երևանը չի, քաղաքի մեջ իշքան էր 2 կիլոմետր գնաց 2 կիլոմետր եկա, ոչ մի կապի խափանում, ոչ մի խնդիր, ոչ մի բան։ Թույն էր։ Ես ուրախ, չէ, ես երջանիկ եմ։ Ու թույն վիդեոներ ալնելու։